Ես չգիտեմ թե որտեղից եկել են գաղափարը, որ եթե դու ուզում ես առողջ լինես, քեզ պետք է կոֆե չխմել կամ գոնե իջացնել քո օգտագործած կոֆեի քանակը, բայց իրականում կոֆեն բազմաթիվ առողջական օգուտներ ունի, ու նույնիսկ օրը 3-ից 4 բաժակ կոֆե խմելը ասոցիացված է ավելի ցածր ընդհանուր մահացության հետ։ Շատերը ասում են, որ կոֆե խմելը կարող է սրտանոթային խնդիրներ առաջացնի կամ նույնիսկ կարանճնշումը բարձրացնի, բայց գիտական գրականությունը ցույց է տալիս, որ կոֆեն կարող է նույնիսկ քչացնի սրտանոթային խնդիրներ ունենալու ռիսկը։ Իսկ ինչը վերաբերվում է արյան ճնշումը բարձրացնելուն, էսի շատ կարճաժամկետ էֆեկտ է, ու երկարաժամկետ կոֆեն քո արյան ճնշումը չի բարձրացնելու։ Այս մետաանալիզում նույնիսկ հակառակն են գտել, որ ռեգուլյար կոֆե խմելը կարող է նույնիսկ ցածրացնի քո բարձր արյան ճնշում ունենալու ռիսկերը։ Մի բան, որին պետք է ուշադրություն դարձնել կոֆե խմելուց, այդ կաֆեստոլն է, որը պարունակվում է կոֆեի յուղերի մեջ ու որը կարող է քո ցածր խտության, այսինքն վատ խոլեստերինը բարձրացնի։ Կաֆեստոլի պարունակությունը կոֆեի մեջ շատ կախված է նրանից, թե ինչ եղանակով է այն ֆիլտրվել։ Օրինակ, թղթի ֆիլտրները կաֆեստոլի մեծ մասը զտում հանում են, բայց ավելի ոչ ֆիլտրված սուրճի տարբերակները, օրինակ ստանդարտ հայկական սուրճը, շատ ավելի շատ կաֆեստոլ է պարունակում։ Դրա համար եթե դուք խոլեստերինի խնդիրներ ունեք, ձեզ ամենայն հավանականությամբ ավելի նախընտրելի է խմել ավելի ֆիլտրված սուրճի տարբերակներ։ Սուրճը նաև բազմաթիվ անտիօքսիդանտներ ունի, որոնք կարող նույնիսկ օգնեն շաքարի ռիսկերը իջացնել։ Ու ասեմ, որ այս անտիօքսիդանտները կան նույնիսկ decaf կոֆեի մեջ, այսինքն այս առողջական օգուտները ասոցիացված չեն հենց կոնկրետ կաֆեինի պարունակության հետ։ Ու վերջապես կաֆեինը այն շատ քիչ հավելումներից է, որը իրոք կարող է էական ձևով քո մարզման որակը բարելավի, որովհետև իջացնում է քո ընկալված ջանքի մակարդակները, ինչը պատճառով դու կարաս ավելի մեծ թվով մկանաթելեր ակտիվացնես քո աշխատող մկաններում ուժային մարզումների ժամանակ։ Կաֆեինի հիմնական առողջական վնասի ռիսկը այն է, որ եթե այն չհասցնի մաքրվել օրգանիզմից մինչև քնելը, այն կարող է քնի վրա բացասականորեն ազդի։ Ու այն թե կաֆեինը ինչքան արագ է մարդու օրգանիզմից դուրս գալիս, շատ կախված է մարդու գենետիկայից։ Ես բոլորին խորհուրդ կտայի ապահովության համար գոնե քնելուց մի 6-8 ժամ շուտ այլևս կաֆեին չօգտագործել կամ առհասարակ օգտագործել մենակ առավոտյան։ Նաև կաֆեինի 200 միլիգրամից բարձր դոզաները կարող են վտանգավոր լինեն հղի կանանց համար։ Դրա համար նրանց նույնպես պետք է կամ ընդհանրապես կաֆեին չօգտագործել կամ օգտագործել շատ սահմանափակ քանակով։ Մի խոսքով, եթե դուք ռեգուլյար կոֆե եք խմում, բայց դուք հղիկին չեք օգտագործում այն ուշ ժամերի ու խմում եք հիմնականում ավելի ֆիլտրված տարբերակներ, դες ամենայն հավանականությամբ առողջության տեսանկյունից անհանգստանալու ոչ մի բան չկա ու դուք կարող եք հանգիստ խմեք այն։